Հաղարծին վանքը միջնադարյան հոգևոր և մշակութային համալիր է։ Գտնվում է Տավուշի մարզում, Դիլիջան քաղաքից մոտ 17 կիլոմետր հեռավորության վրա, Անտառապատ լեռների գրկում։ Վանքի կառուցման տարեթիվը պարզ չէ, բայց Ս. Գևորգի արձանագրությունը գմբեթի վրա վկայում է, որ նա շատ ավելի վաղ կառույց է, բայց վերականգնվել է 1181 թվականին։ Վանքի մասին տեղեկություններ է մեզ հասել Կիրակոս Գանձակեցու կողմից։ Վանքը ծաղկում է ապրել 12-րդ դարի վերջին 13-րդ դարի սկզբին, Խաչատուր Տարոնացու առաջնորդության ժամանակ։ Որպես ուսումնագիտական կենտրոն հիշատակվում է 13-րդ դարի առաջատար մշակութային կենտրոնների շարքում։ Հայոց Բագրատունիների թագավորության թագավոր Սմբատ I-ին թաղվել է Հաղարծին վանական համալիրում։ Ներկայումս համալիրը ներառում է պատմական տարբեր ժամանակաշրջաններում կառուցված 4 եկեղեցիներ՝ Սրբ Գրիգորի, Սրբ Ստեփանոսի, Սրբ Աստվածամոր և Կաթողիկե եկեղեցիները, 2 գավիթ և սեղանատուն։ Կար հացատուն, որը ճարտարապետական գլուխգործոց է։ Փոքրիկ մատուռը ինքնուրույն ճառեհյուր անուն է կրում, որովհետև ամենագլխավոր անձն է, իսկ 18-րդ դարում կոնսերվատորիա է այնտեղ բացվում։ Փաստեր. 1. Ըստ ավանդույթի վանքի բացման և օծման արարողության ժամանակ մի արծիվ էր ճախրում գլխավոր եկեղեցու գմբեթի վրա, և դրանով իսկ այն հայտնի դարձավ որպես խաղացող կամ ճախրող արծիվի վանք։ Հաղ նշանակում է խաղ, իսկ արծին նշանակում է արծիվ։ Այդտեղից էլ առաջացել է Հաղարծին բառը։ 2. Սրբ Աստվածադին եկեղեցում կա մի թաքստոց, որտեղ օտարներից պաշտպանելու համար պահել են սրբություններ։ 3. Վանական համալիրն ունի գետնուղի, որը տանում է դեպի գետը։